Միջազգային պրակտիկան փաստում է, որ արտակարգ իրավիճակների հոգեբանական ազդեցությունը կարող է էական լինել կարճատև հեռանկարում, բայց կարող է նաև էականորեն խաթարել տուժած բնակչության հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական բարեկեցությունը։ Արձագանքելով մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցություն բռնի տեղահանված անձանց ծրագրի շրջանակներում հասցեական աջակցություն ենք ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Աշխատանքների մեթոդական հիմք են հանդիսացել արտակարգ իրավիճակներում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության և հումանիտար գործողություններում հաշմանդամություն ունեցող անձանց ներառման մասին ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների միջգերատեսչական մշտական հանձնաժողովի կողմից սահմանված ուղեցույցների սկզբունքները և ընթացակարգերը։ Մասնավորապես կիրառել ենք հոգեսոցիալական աջակցության բազմաշերտ աջակցություն։ Շարունակական այցերի միջոցով կառուցել ենք վստահության և փոխկապակցության մթնոլորտ, խթանել ենք անվտանգության, ապահովության զգացում, ներշնչել ենք հույս և լավատեսություն։ Իրականացրել ենք ընտանիքների և համայնքի աջակցություն դասընթացների և քննարկումների միջոցով այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են ինքնախնամքը, հոգեսոցիալական բարեկեցության բարելավումն է, ինչպես նաև սթրեսի կառավարումն ու հաղթահարումը և հույզերի ճանաչումը։ Ստեղծել ենք ինքնօգնության և փոխօգնության մեխանիզմներ խմբային քննարկումների միջոցով, որի ընթացքում մասնակիցները սովորել են հուզական աջակցություն ցուցաբերել, խոսել դժվարությունների մասին, խոսել մարտահրավերների մասին, ինչպես նաև սովորել նոր հմտություններ։ Կազմակերպել ենք ոչ մասնագիտական աջակցություն հոգեբանական խորհրդատվությունների միջոցով, ինչպես անհատական, այնպես էլ խմբային, որի ժամանակ ինչպես հոգեբանը, այնպես էլ արտ-թերապիստը աշխատել են մասնակիցների հույզերի կառավարման, սթրեսի և վախի հաղթահարման ուղղությամբ։ Նաև իրականացրել ենք մասնագիտացված աջակցություն, որի շրջանակներում հոգեբույժը արտագնա այցեր է իրականացրել և իրականացնել հոգեբուժական խորհրդատվությունը։